Առաջնորդ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կուսակցության խորհրդի նիստում քննադատության է ենթարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Այսօր տեղի ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը։ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է իր հասցեին երեկ հնչեցված քննադատություններին։ Պաշտպանության նախարարության Գյումրիում տեղակայված զորամասերից մեկի նորակոչիկների երթման արարողությունը տեղի է ունեցել Մայր Հայաստանի տարածքում։ Ախուրյանի համայնքում անավարտ է մնացել 32 բնակարանանոց 3 շենքի շինարարություն։ Համայնքի անօթևանները դեռ սպասում են իրենց հերթին։ Ցայք մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում ազդարարն է, տաղավարում աշխատում է Երենա Ավետիսյանը, բարև ձեզ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փետրվարի 12-ին տեղի ունեցած խորհրդի նիստում իշխող կուսակցության նախագահ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը խիստ քննադատություն է հնչեցրել իր երբեմնի կոալիցիոն գործընկերոջ հասցեին, ասելով, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր հրամանագրով այսօր Ծառուկյանը կազատվի ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։ Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա չգա, ասել է Սերժ Սարգսյանը, միաժամանակ նշելով, որ Ծառուկյանը 2013-2014 թվականներին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի գումարած 145 նիստերից մասնակցել է միայն 4-ին։ Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք։ Մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար։ Սերժ Սարգսյանը հորդորել է վարչապետին ստուգումներ իրականացնել գողացված միլիարդները բարեգործության անվան տակ ուղարկելու լուրերի առնչությամբ։ Խորհրդի այսօրվա նիստը ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի, քաղաքական դաշտում առկա զարգացումներին և այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին։ Մենք անկեղծորեն տրամադրվել էինք գործադիր մարմնի նիստում
Սարուկյանի վերջին ելույթը և պաշտոնապես արձագանքել դրան։ Ցավով պետք է արձանագրեմ, որ քննարկման ընթացքում սակայն գրեթե անդրադարձ չեղավ այդ ելույթին։ Առաջին հայացքից տարակուսանք կարող է առաջացնել, մինչդեռ բացատրությունն իրականում շատ պարզ է։ Քննարկելու իմաստը ո՞րն է։ Ինչ քննարկենք։ Քննարկենք ինչ է ասվել, թե քննարկենք արդյոք հասկացել է, թե ինչ է ընթերցում։ Ու նույնը տարիներ շարունակ թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե որն է այբը, որը բեն։ Ոմանք սեփական օրակարգն են գրում դեմ տալիս, մտքում համոզված լինելով, որ միևնույն է, չի հասկանալու ինչ է հնչեցնում։ Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են։ Հասկացավ արդյոք ինչ է անում, թե ինչպես միշտ։ Մարդ չգիտի, նախ բացատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել և ինչ է ասել հրապարակավ, հետո պատասխանի դրանց, թե միանգամից ասի, ախր ես ամենը քո ինչ խելքի բանն է, եղբայր։ Ախր քաղաքական դաշտը բազմամարդի ֆեդերացիա չէ։ Այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր։ Անշուշտ շատերի սպասելիքների տիրույթում էր, որ այսօրվա խորհրդի նիստում մենք ազդարարելու ենք սահմանադրական բարեփոխումների հաջորդ փուլի մեկնարկը։ Բայց մեկ անգամ ևս պետք է անդրադառնամ, թե ինչի համար ենք մենք այդ ամենը նախաձեռնել։ Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ և իմ սեղանին է։ Դուք բոլորը դրա մասին գիտեք։ Ոչինչ ինձ չի խանգարել և չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը և սկսել նոր սահմանադրության նախագծի մշակման փուլը։ Ավելին, հաշվի առնելով, որ դրա համար առկա է սատարման ավելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար։ Բայց ես կայացրել եմ կառուցողական որոշում և մինչև օրս արգախել եմ գործընթացը, հայտարարելով, որ սահմանադրական բարեփոխումներն ամենևին էլ ինքնանպատակ չեն և ինձ համար բավականին մեծ նշանակություն ունի հնարավոր լայն
ինչը սակայն հետագայում նրան սպասարկողները սկսեցին կոչել հետ քայլ։ Քաղաքական լուրջ գործընթացների, քաղաքական լայն կոնսոլիդացիայի համախմբման մասին դժվար է խոսել, երբ կարևորում ես քաղաքական ուժը, որտեղ կան լուրջ մարդիկ, բայց որը ղեկավարում է քաղաքականության և տարրական տրամաբանության հետ կապ չունեցող մարդ։ Նման իրավիճակում իսկապես դժվար է խոսել ու որոշումներ ընդունել քաղաքական հիմնարար գործընթացների մասին։ Այս պահին շատ ավելի կարևոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կոնկրետ ինքն անելիք ունի որպես վարչապետ, օգտագործելով իր լծակները կկանխի բոլոր տիպի ոտնձգությունները։ Վարչապետը շեշտել է, որ իհարկե ուժեղ մարդիկ են լինում հանդուրժող, բայց այսքան ժամանակ հանդուրժել են հանուն կայունության։ Վարչապետը նաև հավելել է, որ իրենք ստացել են ձայներ և ունեն պատասխանատվություն թե տնտեսական զարգացման համար, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության և թե Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ԲՀԿ-ի հրավիրած քաղաքական նիստի ընթացքում ելույթ ունենալով անդրադարձել է Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին։ Նիստի ներկայ եղել Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամները, քաղաքախորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները։ ԲՀԿ ղեկավարը նշել է, որ ինքը քաղաքականություն է մտել բացառապես մեկ նպատակով՝ բարելավել սոցիալ-տնտեսական վիճակը և իր համար կարևորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունն է։ ԲՀԿ-ի հրավիրած քաղաքական նիստի ելույթում Գագիկ Ծառուկյանը նաև նշել է, թե երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում, որը նրա համոզմամբ ամբողջական իշխանափոխություն է արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով։ Ինչ ենք անելու մենք, շատ հստակ ու հաշվարկված քայլեր, ասել է նա։ Արդեն իսկ հայտարարվել էր, որ եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է։ Այս մասին տեղեկացնում ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլոխոսնակի Վետա Տոնոյանի տարածած հաղորդագրությունից։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հանրապետության առաջին նախագահ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաև Ժառանգություն
կուսակցության նախագահ Ռաֆի Հովհաննիսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ Ժառանգություն կուսակցությունից Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը։ Առաջիկայում ևս երեակի առաջնորդների հանդիպումների շարքը շարունակվելու է, որից հետո կներկայացվեն առաջիկա անելիքները։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԲՀԿ մամլոխոսնակ Տիգրան Նուրիխանյանը արձագանքել է Բարգավաճ Հայաստան կուսակցության և կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությանը։ Ցավում եմ, որ չխոսվեց արտաքին քաղաքականության, ես ցավում եմ, որ չխոսվեց տնտեսության խայտառակ վիճակի մասին, այլ պարզապես անձնավորված անձնական վիրավորանքներով նորից կրկնեմ ապա քաղաքական խոսակցություն։ Պարոն Նուրիխանյանը, պարոն Գագիկ Ծառուկյանը անհանգստացած է բոլոր այն գործընթացներով, որը առաջիկայում սկսվելու է, խորհրդարանում մանդատի զրկելու գործընթաց, հարկային ստուգումներ, արդյոք ունի այդպիսի մտավախություններ, որ ինչ-որ բան հնարավոր է այն չլինի և ինչ-որ քրեական հանցագործություններ թաքցնում է։ Գագիկ Ծառուկյանը անհանգստացած է նրանով, որ Հայաստանում շուրջ 1 միլիոն մարդ աչքերը արցունքոտում է դեղի ու հացի կարիքից ելնելով։ Ինչ վերաբերում է ստուգումների հետ կապված անհանգստությանը, իսկ ինչ է Հայաստանում մինչ այս օրենքեր խախտվում, իսկ հիմա չի խախտվելու արդեն։ Զարմացնում է նման հակասություն։ Բացակայություններն ու մանդատի զրկելու հարցը վստահում է իրավական ինչ հիմքի արկայությամբ բացակայությունները, որ բացակայությունների, որոնք և նախորդ և գործող ազգային ժողովի նախագահները համարվել են հարգելի։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը, որ Քոչարյանը 3 փետրվարի 12-ին ուշ երեկոյան վերադարձել է Երևան, սակայն վստահեցրել է, որ դա պայմանավորված չէ նախօրեի քաղաքական իրադարձություններով։ Մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության նախագահի երեկվա հայտնի ելույթից հետո շտապ Կիևից վերադարձել է Երևան, որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, և ինչու է Ռոբերտ Քոչարյանը գնացել Կիև և նախկին նախագահի ոչ պաշտոնական երկրորդ կետեմի կայքի այս հարցին Սողոմոնյանը պատասխանել է. Իրոք Ռոբերտ Քոչարյանը 3 ուշ երեկոյան Հայաստան է վերադարձել Կիև Երևան չվերթով, սակայն որևէ հրատապություն կամ շտապողականություն չի եղել։ Երկրորդ նախագահը գտնվում էր Եվրոպայում,
որտեղից ժամանել էր Կիև տրանզիտով ընդամենը 1 ժամ անցկացրել տեղի օդանավակայանում, այնուհետ մեկնել Երևան։ Եվ այդ ամենը դեռևս 2 շաբաթ առաջ գնված տոմսի ժամանակացույցին համապատասխան։ Մի խոսքով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի Երևան որևէ կերպ պայմանավորված չէ երեկվա քաղաքական իրադարձություններով, հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին։ Նախագահը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը սկսելու առիթով, հույս հայտնելով, որ այն կնշանավորվի հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության նորանոր ձեռքբերումներով։ Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող Միացյալ Նահանգների աջակցությունը։ Նա միաժամանակ բարձր է գնահատել Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման գործում, այդ թվում որպես ԵԱՀԿ խմբի համանախագահող երկիր Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։ Միլսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հստակ նպատակ ունի շարունակել Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական և անվտանգության բնագավառներում համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում և արտերկրում տեղի ունենալիք միջոցառումներին։ ԵԱՀԿ խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում են ունեցել Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիային։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկը։ Նա նշել է, որ Ֆինլանդիան կարևորում է առաջընթացը Ղարաբաղյան կարգավորման գործում։ Բացի այդ, Ուորլիկը հայտնել է, որ միջնորդները մեկնել են Վիեննա, որտեղ ԵԱՀԿ անդամ երկրներին կներկայացնեն Ղարաբաղյան կարգավորման գործընթացը։ Դրան կհաջորդի կարևոր այցը տարածաշրջան Ղարաբաղյան կարգավորումը քննարկելու նպատակով, գրել է ամերիկացի դիվանագետը։ Շարունակում ենք թողարկումը։ Պաշտպանության նախարարության Գյումրիում տեղակայված զորամասերից մեկի նորակոչիկները զինվորական ծառայության երթում են տվել։ Երթման հանդիսավոր արարողությունն անցկացվել է Գյումրու Մայր Հայաստանի տարածքում։ Միջոցառման ավարտից հետո տեղի ունեցել նաև պարգևատրում։ Զորամասի հրամանատարությունը շնորհակալական խոսք է հղել ժամկետային զինծառայության ընթացքում
ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողներին։ Ազնվիրաբարձարել հայրենիքից, Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը, Ութը դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ, երդվում եմ։ Երդման այս խոսքերով է սկիզբ դրվում հայրենիքի հանդեպ պարտականությունների իրականացմանը։ Զինվորական երդում է տալիս նաև մեկ ամիս առաջ հայրացած ու դեռ նոր զինվորագրված Գագիկ Հովհաննիսյանը Երևանից։ Մտքով նա հաճախ է սլանում դեպի տուն, բայց և գիտակցում է պարտականություններն ու պատասխանատվությունն է մեծացել նորածին որդու կնոջ ընտանիքի առաջ։ Մի կերպ հարմարվել եմ, ինձ իմ հրամանատարները թողում են ժամանակ առ ժամանակ գնամ, երեխայս տեսնեմ։ Գագիկի նման 18-ամյա երիտասարդները խրոխտ ու մարտական են տրամադրված, ամեն գնով բարձր են պահելու զինվորական համազգեստի պատիվն ու պահպանելու են երկրի սահմանները, որպեսզի մայրերն ու քույրերը չոր աչքով ու անխռով հոգով մտնեն քուն։ Նորակոչիկ զինծառայողները հայրենիքին հավատարիմ ծառայելու երդում տվեցին։ Երդում առ Աստված ազնվիրաբար ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, պաշտպան կանգնելու նրա սահմաններին և անկախության սուրբ գործին, հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրի սուրբ գործն է, պաշտպանելով հայրենիքը յուրաքանչյուրս պաշտպանում ենք մեր ընտանիքը։ Արդեն շարքային դարձած զինծառայողների ծնողները, հարազատներն ու բարեկամները ևս հպարտ են։ Միաժամանակ վերջիններս ապահով ու պաշտպանված են զգում իրենց իդեմը զինվորի ու հայոց բանակի։ Առաջին եղբայրս չունենք եղբայր, շատ հետաքրքիր զգացողություն, ուրախ ենք, որ մեր հայրենիքին է ծառայում և գոհ ենք, ինքը գոհ հայր է ծառայությունից, մենք էլ կարևոր որ ինքը գոհ է։ Թող Աստված օրհնի բոլոր երեխաներին և բոլոր մեծերին, սպաներին, մեծերին, բոլորին թող առողջ լինեն մեր երեխաների գլխին լինեն, թող Աստված օրհնի և օրհնություն բերի մեր բոլոր ծառայողներին, թող խաղաղություն լինի երկրում։ Երդման արարողությունից հետո Զորամասի հրամանատարությունը պարգևատրեց մի շարք զինվորականների, հետմահու մարտական ծառայության մեդալով պարգևատրվեց նաև Մարտունիում իր ծառայական պարտականությունը
պատկանությունները կատարելու ժամանակ զոհված Գառնիկ Թորոսյանը վերջինս Սարթիկի տարածաշրջանի Նահապետավան գյուղից էր, ընդամենը 2 ամիս էր մնացել, որ տուն վերադառնար։ Շնորհավորում ենք ձեզ ևս մեկ անգամ հպարտենք խոնարհվում ենք ձեր առջև։ Հաղթանակ զոհերի պահանջում ես հպարտ եմ իմ բալով խնդրում եմ ոչ մի քայլ ոչ մի թող չզիջել շնամուն Պարգևատրման արարողությունը շարունակեց նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Վերջինիս մարզային ներկայացուցիչները պատվոգրեր և հուշանվերներ հանձնեցին թվով 10 զինծառայողի, շնորհակալագրեր ու պատվոգրեր զինծառայողները ստացան նաև ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի և Երկրապահ կամավորների միության մարզային կառույցի ներկայացուցիչների կողմից։ Ալաբաղդասարյան Խաչատուր Գևորգյան Աստարար Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն Աստարար լրատվականին փոխանցել է, որ փետրվարի 14-ին կայացելի Գյումրի փաստաբանը հանդիպելու է տուժողների հարազատների հետ, ինչպես նաև լինելու է դեպքի վայրում։ Երեմ Սարգսյանի խոսքով շատ հարցեր կան, որոնց պատասխանները հնարավոր է գտնել միայն դեպքի վայրի զենությունից։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը որոշ փորձաքննությունների արդյունքների արդեն ծանոթացել է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեմ Սարգսյանը մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելու միջնորդություններ ներկայացրել։ Հարազատների հետ արդեն մոտ երևի 5 օրվա համաձայնություն կա, որ շաբաթ օրը պետք է ավելի շուտ ուրբաթ օրը պետք է գայի, հետո որոշվեց, որ շաբաթ գան, որպեսզի առավել արդյունավետ լինի։ Հիմա գալու եմ հարազատների հանդիպում պետք է ունենան, տեսնենք նախ իրենք ինչ ուզող հարցեր ունեն, փորձենք այդ հարցերի պատասխանները և որոշակի մարտավարական քայլեր կան, որ պետք է համաձայնեցնենք իրանց հետ։ Դա և ուզում եմ անձամբ դեպքի վայրը տեսնել, մանրամասնորեն նաև երթուղիները հնարավոր զորամասից Բիտուն և տնից դեպի այդ Պայանտուր գյուղ հատվածը, որտեղ որ հայտնաբերվել է, դեպքի վայրը մանրամասն, որի մաշկով
այլ խնդիրներից Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի անօթևանները մնացել են առանց բնակարանների։ Պետությունը նրանց տված խոստումը չի կատարել։ Ախուրյանում անավարտ է մնացել բազմաբնակարան 32 բնակարանով 3 շենքի շինարարությունը, որի շահագործմամբ 104 ընտանիք կկարողանար տնակից տեղափոխվել քարաշեն կառույց։ Նույն տարածքում կառուցվելու էր նաև ևս մեկ շենք։ Տարածքն ազատվել էր որպես շինհրապարակ, սակայն կառուցապատման ուղղությամբ վերջին 4 տարում ոչ մի քայլ չի կատարվել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրամյան, Շիրակի մարզի Ախուրյան շրջկենտրոնի տնօրեն բնագիր Լենա Ավետիսյանն։ Ես Լենա Ավետիսյանը խնդրանքով հայտնում եմ ձեզ, որ երկրաշարժից 27 տարի անց դեռ ապրում ենք այս անհարմար փտած տնարներում։ Հերթական նամակն Լենա տատգրել երկրի վարչապետին պատասխանել արդեն գիտե, ասում է գրելու են, թե շուտով տունեք ունենալու բնակարանամուտեք տոնելու։ 2010 թվականից սկսած Ախուրյանում անօթևանները սպասում են իրենց նոր բնակարաններին։ Անցնող բոլոր տարիներին հետևել են, թե ինչպես են շենքերի հիմքերը փորվում, պատերը բարձրանում։ Դրանք հասան մինչև կտուր ու կանգ առան։ Երկրում էլ ղեկավար չմնաց, նախագահից սկսած վարչապետով ու քաղաքաշինության նախարարով վերջացրած, որ չգար Ախուրյան, տեղաբնակ անօթևանները միշտ կազմ ու պատրաստապահարեցին եկող գնացողին, որ իրենց բարի ու լավ աչքով նայեն, հենց նրանցից էլ իրենց ականջներով շատ խոստումներ լսեցին։ Նախատեսված է, որ 2013 թվականի մարտին շահագործման հասնենք, բայց բոլոր նախադրյալներն ունենք, նաև նախնական պայմանավորվածություն, որ մինչև տարեվերջ Ախուրյանի բազմաբնակարան շենքերը հանձնելու ենք շահագործման։ Ստացվեց այնպես, որ մեր երկրում վաճառվող շատ ապրանքատեսակների նման ղեկավարների խոստումներն ևս եղան ժամկետանց, ոչ մեկի ասածը ճիշտ դուրս չեկավ, Ախուրյանցին բնակարանամուտ չի տոնել մինչ օրս։ 14 թվականին նախատեսված էր ավարտին հասնելու կտուրի աշխատանքները և արդյունքին պատուհանների դռների տեղադրման աշխատանքները։ Ցավոք սերտի չկատարվեց 14 թվականին։ Տնավում մինչև 27 տարի ապրել ենք, հա, էլ կյանք է չունի։ Շինարարությունն իրականացնող Գլենդել Հիլսն էլ իր հերթին խաբեց անօթևանի նամակներից մեկով տեղեկացնելով, թե շինարարության ավարտն ըստ ընկերության ժամանակացույցի նախատեսվում է 2014 թվականի մայիսին, տարվա 5-րդ ամսում Գլենդել Հիլսը խոսքի տերը չեղավ։ Պապիկյանների տնակի հարևանությամբ իրականացվող շինարարությունը ձգվեց հասավ օգոստոս ու դադարեց ընդհանրապես։
Գյուղապետին անգամ տեղյակ չպահեցին, թե ինչի համար է համայնքում դադարեցվում բազմաբնակարան 3 շենքի շինարարությունը։ Առաջի պայմանը որ չի կատարվել, բնական է ֆինանսական խնդիրներն են, ֆինանսների բացակայությունն է։ Ֆինանսների արկայության դեպքում ես չեմ տեսնում որևէ պրոբլեմ։ Ստերից հիմա Այստեղ անավարտ է մնացել բազմաբնակարան 32 բնակարանով 3 շենքի շինարարությունը, որի շահագործմամբ 104 ընտանիք կկարողանար տնակից տեղափոխվել քարաշեն կառույց, ևս մեկ շենք էլ Գլենդել Հիլզը միտք ուներ կառուցելու տարածքն ազատել է տվել, սակայն այդ ուղղությամբ վերջին 4 տարում ոչ մի քայլ չի կատարել։ Խապեցին թե մետարան կուդան, հան դոմի կեցին ստեղ ոչ կա ոչ դիա։ Ախուրյանի համայնքապետն ասում է հավանաբար եղանակների տաքացմանը զուգահեռ շինարարությունը կսկսվի։ Հավանաբար, որովհետև այս հարցում չկա հստակեցություն ոչ կազմակերպությունից, ոչ քաղաքաշինության նախարարությունից։ Այս 3 շենքի կառուցմամբ սակայն Ախուրյանում անօթևանության խնդիրը վերջնական լուծում չի ստանա։ 136 անօթևանից այդ շենքեր տեղափոխվելու հնարավորություն կստանա 104-ը, ևս 32 ընտանիք պետք է սպասի նոր շենքի կառուցմանը, 10-ից ավելի ընտանիք էլ դեռ պետք է դատականացիանում ապացուցի, որ անօթևան է և պետությունը իր նկատմամբ ևս պարտավորություն ունի։ Բնակարան տրամադրելու իմաստով Արմենուհի Մինասյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Եվ վերջում անդրադառնանք օրվա խորհրդին հայ-առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին տոնում է Տիառնեն դարաչի տոնը, որը 40-օրյա Մանուկ Հիսուսին տաճար ընծայման հիշատակության տոնն է։ Տոնը սակայն ըստ եկեղեցական օրացույցի սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան, երբ կատարվում է Անդաստանի արտերի այգիների օրհնության տարվա առաջին կարգը, որն էլ ձմռան ավարտի ու գարնանամուտի ավետաբերն է։ Երեկոյան կատարվում է մոմի օրհնություն և ժամերգության ավարտին հավատացյալները օրհնված մոմով վառում են իրենց մոմերը և որպես Քրիստոսի փրկության խորհրդանիշ տանում տուն։ Տոնն ունի շատ հին արմատներ, մայրերի մաքրագործման և առաջնացիներին Աստծուն նվիրաբերելու հրեական օրենքի համաձայն Հովսեփն ու Մարիամը ևս Բեթլեհեմում 40 օր մնալուց հետո վերցրել են Մանուկ Հիսուսին և գնացել Երուսաղեմ նրան Տիրոջը ներկայացնելու։ Տաճարում միասին ընդառաջ է եկել Սիմեոն ծերունին ու գոհություն հայտնել Աստծուն, որ իրեն արժանի է դարձրել
տեսնելու փրկչին։ Այստեղից էլ առաջացել են տիրոջն ընդառաջ, տյառն ընդառաջ կամ տերընտես անվանումները։ Տոնի ժողովրդական ծիսակարգում հայտնի է կրակ վառելու արարողությունը։ Կրակ վառելու արարողությունը կատարվում է գրեթե բոլորի տներում, հատկապես նորապսակ զույգեր ունեցողների օջախներում։ Փետրվարի 13-ին Գյումրու Վարդանանց հրապարակում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հանդիսավորությամբ վառվել է տյառն ընդառաջի խորհրդանշական կրակը և յուրաքանչյուրն իր տուն այդ կրակից մի փոքրիկ կայծ է տարել ցածքել կրակի վրայից։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տյառն ընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Կրակի վրայից թռնում եմ, որպեսզի մեղքերը քավեն, ով ինչ մեղք ունեցել է տարվա ընթացքում, բոլոր թափի կրակի վրա։ Տյառն ընդառաջը քրիստոնեական արմատներ ունի, ավելի շատ դա այն խորհուրդն է, երբ հնում հրեաների մոտ մի սովորություն կար, երբ զավակ է ծնվում ու նրան տանում էին տաճար։ Մեր երիտասարդ նորապսակների համար դա շատ գեղեցիկ արարողություն է։ Թող բոլոր երիտասարդներն էլ նորապսակները մասնակից լինեն մեր տոներին։ Այդ տակությունը արդեն գետնի տարիքից է։ Ճիշտ է, մեծերի խոսքը ասած, որ կրակը վառում ենք, գետնը տականում է։ Այսպիսին էր այս ժամի թողարկումը, նորությունների հետևեք նաև այցելելով 3w.ch-ին ինտերնետային կայք հաջողություն